Շնորհակալություն, պարոն վարչապետ, ուզում եմ անդրադառնալ ազգային ժողովում երեք ձեր հնչեցրած հայտարարությանը մի հատված մեջ բերեմ։ Ես չեմ կարող հավատալ, կներեք հազար ներողություն, եթե հիմա ասեմ, գիտեք ինչ կարող է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարող է իրենց օգտին քվեարկի։ Պարոն Փաշինյան, այսպեսով դուք արդյոք ճնշում չեք գործադրում հայաստանյան քաղաքացիների ազատ կամ արտահայտման վրա, ովքեր կնախընտրեն ոչ թե իշխանություններին քվետալ, այլ ընդդիմադիր ուժերին։ Նախ թույլ տվեք ասել, որ ձեր մեջբերումը իմ խոսքից է, բայց խոսքը ամբողջական է, այսինքն ես նախ ասել եմ հետևյալը, որ քաղաքական ուժերը պատերազմի եւ որ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցությունը գալիս մարդկանց անվանում է ժեղ, անվանում է շուն ու շանգյալ, անվանում է բոշա եւ հետո ասում է մենք ընտրություններում հաղթելու ենք կամ մենք ընտրություններում հաջողություն ենք ունենալու։ Եվ ես մտածեմ, որ այդ ուժերը կարող են ընտրություններում հաջողություն ունենալ եւ նրանք դրանով մարտահրավեր են նետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այսպիսով իրենք պիտակարբորելով իրենց պոտենցիալ ընտրողներին որպես այդպեսին։ Եվ ես ասում եմ, չեմ կարող նախ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշմամբ ցույց տալ, թե ով է իրականում շուն ու շանգյալը ու բոշան նկատի ունենալով պատերազմի եռագլուխ կուսակցության վերնախավին։ Եվ այո, շատ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես մտածեմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են պատերազմի եռագլուխ կամ որ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցության ներկայացուցիչների մարտահրավերը կուլ տալ եւ այդպիսի քաղաքական ընտրություն կատարել։ Ընդդիմությունը մենակ այդ երեքը չեն, էլի ընդդիմություններ կան, որոնք ոչ ժեղ են ասում, ոչ շուն ու շանգյալ են ասում, եւ ընդհանրապես ինձ համար Հայաստանի քաղաքացիները 2018 թվականից ունեն ազատ կամ արտահայտման իրավունք եւ ոչ քավլիցի մտքով այդպիսի բան չի կարող անցնել։ Չի կարող անցնել, որովհետեւ դա կհակասի իմ քաղաքական ինքնությանը եւ իմ քաղաքական ծագումնաբանությանը։ Ես էլի ուզում եմ իմ քաղաքական զգացողությունը ասում է, որ երեք ուժերից ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնելու անցողիկ շեմը։ Ես խոսում եմ պատերազմի եռագլուխ կուսակցության մասին, հիմիջայլոց այդ շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Այդ ուժերը այն սկզբից երբ որ իրանց մտքերի ընթացքը վերլուծում է եւ ասում է, որ այդ ուժերի հաջողությունը նշանակում է պատերազմ, իրանք սկսեցին շատ ակտիվ հակադարձել։ Հիմա այդ մարդիկ բաց խոսում են պատերազմով Ղարաբաղը վերցնելու մասին։ Դուք հասկանում եք սա ինչ աղետի պոտենցիալ է Հայաստանի Հանրապետության համար։ Բաց տեքստով են արդեն դրա մասին խոսում։ Եվ նաև էսա պատճառը։ Ես մենակ այս գործոնը չեմ նշում, մենակ անվանարկման գործոնը չեմ նշում։ Օրինակ խորհրդանական քննարկումներ։ Ես նստած լսում եմ ինչի մասին են խոսում մարդիկ։ Այդ մարդկանց լսելով ես հասկանում եմ, որ մենք թոշակը չենք բարձրացրել, որ առողջության ապահովագրությունը չկա, որ դպրոցներ չեն կառուցվում, որ մանկապարտեզներ չեն կառուցվում, մենք ոչինչ, բայց մարդիկ տեսնում են, չէ՞։ Ոնց կարա մարդը լկտիությանը, ստին եւ պատերազմին լկտիության ստի եւ պատերազմի եւ իր հասցեին վիրավորանքի օգտին քվեարկի։ Ես կներեք ամենայն հարգանքով չեմ կարող ես տենց բան մտածել։ Հազար ներողություն, որ ձեզ վրա եմ օրինակ վերում, բայց եթե ասենք մեկը ձեզ այդպիսի խոսույթով ձեզ ընկալի, դուք կգնաք կքվեարկեք իր օգտին, դուք էլի այդ ազատությունը ունեք իհարկե, եւ ես հարգում եմ այդ ազատությունը, որ դուք կարող եք դա անել, բայց ես չեմ կարող դրան հավատալ,
որովհետև դրան հավատալով ես ինչ որտեղ այդ անհարգալիցությանը կմիանամ։ Ես չեմ կարող հավատալ դրան։ Էլի ներողություն եմ խնդրում, որ ձեր վրա եմ բերում օրինակը, բայց կարող եմ իմ վրա բերել օրինակը, իմ դեպքում էլ կասկած չկա։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Արմատ մեդիա Պարոն Փաշինյան, ես մի քանի տվյալներ ասեմ, հետո հարցը ձևակերպեմ։ Չերկովի դպրոցի տնօրենը քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է։ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենը Ավինյանի ընկերոջ կինն է։ Պուշկինի անվան դպրոցի տնօրենը քաղաքապետարանի կրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանի ընկերուհին է։ Նանսենի անվան դպրոցի տնօրենը նույն Մարգարիտա Խաչատրյանի եղբայր ընկերոջ կինն է։ Գայի անվան դպրոցի տնօրենը Մարգարիտա Խաչատրյանի ընկերուհին է։ Հիմա հարցս, պարոն Փաշինյան, ասում եք ԽԾԲ-ի մորոք չի լինելու, չի գործելու։ Տեղյակ եք, որ ձեր պաշտոնյաներն իրենց ծանոթներին տնօրեն են կարգում, կոռուպցիոն ռիսկ տեսնում եք, թե ոչ, եւ հաջորդ հարցս, պարոն Փաշինյան, ինչու եք այդքան վախենում Սամվել Կարապետյանից։ Դե որ վախենում եմ, Սամվել Կարապետյանից չեմ վախենում, Սամվել Կարապետյանի համար եմ վախենում, ասել եմ, վախենում եմ բոմժ դառնա։ Քանի անգամ ասեմ, ինչ կարիք կա այդ հարցը անդադ կրկնել։ Իմացեք, որ ահա որ վախենում եմ նրա բոմժ դառնալուց, ընդ որում միջև տարեվերջ, գոնե մի տասնամյակ բանելներ, դիմացելներ էլի ավելի քիչ կվախենայի, բայց հիմա ահա որ վախենում եմ։ Ինչ վերաբերվում է, կներեք, դուք ավարտեք ձեր հարցերը, որ ես պատասխանեմ, վերջացրեք։ Ձեր մյուս հարցը, գիտեք, ցանկացած դեպքում, երբ որ ես տեսնեմ, որ կա այդ համակարգը, ես ռեակցիա կտամ, որովհետև նախ երկու գործոն կա, ես կավելացնեի, օրինակ ձեր իսկ հետապնդման ենթարկվող Վարդան Ղուկասյանի աղջիկը Գյումրիում դպրոցի տնօրեն է, Տարոն Մարգարյանի քույրը դպրոցի տնօրեն է, իմ մոտ էլ է հարց ծագում, թե ինչու։ Ես մի բան կարող եք վստահ լինել, որ ես այդ բոլոր նշանակումներում դեր չեմ ունեցել։ Ես չունեմ գետ մի ծանոթ, որը հանրապետությունում կամ մանկապարտեզի տնօրեն է նշանակվել, կամ դպրոցի տնօրեն է, կամ ընդհանրապես որևէ բանի տնօրեն է նշանակվել։ Ես 8 տարի վարչապետ եմ, 8 տարի վարչապետ եմ, եւ ես ձեզ պատասխանատու կերպով ասում եմ, իմ որևէ ծանոթ, որևէ բարեկամ այդ փաստի բերումով որևէ տեղ ոչ դպրոցի տնօրեն է նշանակվել, որ մանկապարտեզի տնօրեն է նշանակվել։ Ես հիշում եմ իմ խոսակցությունը հիմա ընդդիմության շարքերում գտնվող մի պաշտոնյայի հետ։ Հրավիրել եմ իմ հերթական աշխատանքային քննարկման ժամանակ, ասում եմ, ինչ որ տվյալներ կան, ասում եմ, դե այս մարդը ով է, որ ստեղ նշանակել ես։ Հիմա ընդդիմադիր է, իմիջիալոց ասեմ, առիթ կգա անունը կասեմելով։ Այո, բարձրաստիճան պաշտոնյա, որ ինձ զեկուցում է, ասում եմ, դե այս ով է, որ ստեղ նշանակել ես, դե ասում է ընկեր է, ասում եմ, այս ով է, եւ այլն, ասի լսի, դու կարող մտածում ես, որ ես ընկեր չունեմ Հայաստանի Հանրապետությունում, որ տենց ընկերներիդ բերում ես շարում ես, ասենք մտքովդ չի անցնում, ասենք լավ, ես վարչապետից նշանակել է այս պաշտոնին, հիմա այս մեկը իմ ընկերն է, այս մեկը ընկերոջս ընկերն է, մեկը ընկերոջ ընկերն է, մտքովդ չի անցնում, լսի վարչապետը ընկեր չունի, ասենք մտածում եք, որ դուք տենց բոլորը տենց ուժեղ շրջապատով տղերք եք, ես է տենց բան մենակ ու տխուր, հիմա ուղարկել եմ ընդդիմադիր քաղաքական գործունեության, ընկերներին թող հավաքի, ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվի։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը Շանթալ։ Ես ձեզ խնդրեցի, չէ՞, ասի հարցերը ավարտեք, որ պատասխանեմ։ Հնարավոր չի